եք ուզում իմանալ ինչի համար է այս Այո։ Սիրով ասեմ ինչի համար է այս ամենը։ Սիրելի երեխաներ, այսօր բոլորս հավաքվել ենք այստեղ նշելու մի հրաշալի տոն, որի անունն է Սուրբ Թարգմանչած տոն։ Այն խորհրդանշում է հայոց գրերի գյուտը 5-րդ դարում 405 թվականին և նվիրված է Մեծն Մաշտոցին և նրա աշակերտներին։ Դեռևս հազարավոր տարիներ առաջ հայը ապրում էր, խոսում էր հայերեն, բայց գիր չուներ, գրում էր, կարդում էր օտար լեզուներով, աղոթում էր օտար լեզուներով, հունարեն, ասորերեն, պարսկերեն։ Եվ Մեսրոպ Մաշտոցը մտահոգված լինելով մտածում էր ինչ անի, որ հային հայ պահի։ Եվ այսպես ստացվում է նրա մոտ, ինքը իր առջև դրած խնդիրը լուծում է, գտնելով, ստեղծելով հայոց այբուբենը։ 405 թվականին, որի 5-րդ դար է, լիովին ձևավորվում է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը։ Իսկ ինչով կարող ենք օգնել ձեզ։ Դրա համար եկեք բոլորս տեղափոխվենք 5-րդ դար։ Տեր Աստված, տուր ինձ հնարավորություն ստեղծելու հայոց տառերը, թարգմանենք Աստվածաշունչը օտար լեզուներից, ազգս գրի ու կարդա հայերեն, աղոթի հայերեն, կստեղծենք այն է, խնդրում եմ։ Հրաշալի է ուսուցիչ, ով մեծագործ Մեսրոպ Մաշտոց, մեր առաջին բացված դպրոց, մեր առաջին լեզվի տաճար, լուսապայծառ հայոց հանճար, ամեն գիրդ վառվող ճրակ, մեզ հայ պահող ամմար կրակ, փառք ես ուսուցիչ, հազար փառք։ Եվ առաջին նախադասությունը, որ թարգմանեցինք հայերեն, ճանաչել իմաստություն և զղրած, իմանալ զբանս հանճարոյր։ Եվ այո, Մեծն Մաշտոցի շնորհիվ մենք ունենք մեր գիրը, մենք ունենք հրաշալի այբուբեն, որը ասում ենք հայոց այբուբենը աղոթք է, որովհետև յուրաքանչյուր տառ մի բառ է իրենից ներկայացնում, Ա արարիչ, Բ բովանդակ, Ժ ժամանակ, եւ այստեղ կամ էս շատ հոգեհարազատ մի բառ, Չ ջերմարան երեխաներ։ Շնորհակալ լինելով Մեսրոպ Մաշտոցին, մենք
կարող ենք երգել, պարել, արտասանել և նրա շնորհիվ է, որ հայն ապրում է դարերդար։ Հայոց տարե, հայ այգուներ, դուք լույս եք տակ ու մոր գորով, ճամփա հավեր, ուխտի դեմ, ոխ ու վրեջ, սերունդների սուրբ հենարան, հայոց տարե, դուք միշտ մեզ հետ, մեր շուրթերին ու մեր հոգու։ Հավերության